Բարև Գոր։ Բարև Սյուզի ջան։ Մենք իրար չենք ճանաչում։ Երբ ես ու Դավիթը ամուսնացանք, դու բանտում էիր։ Հա, բայց Դավիթը շատ է պատմել քո մասին։ Կարող ենք խոսել։ Իհարկե կարող ենք։ Բա ուր են տղերքը։ Խոհանոցում Մարիշին են օգնում։ Հասկացա։ Ինչի մասին ես ուզում խոսանք։ Դու 2 տարի բանտում ես եղել, բայց ինձ մոտ տպավորություն է եղել, որ միշտ տղաների հետ ես, ուղղակի ֆիզիկապես նրանց կողքին չես եղել։ Անընդհատ քո մասին էին խոսում ու ցանկացած հարցի դեպքում միշտ իրանցից ինչ-որ մեկը կասեր Գոռը էսպես կաներ կամ էսպես չէր անի։ Հա, բայց հարցը իմ մեզ չի։ Մենք բոլորս էլ մեկս մյուսի հանդեպ տենց ենք։ Գոռ, ես գիտեմ, որ դու տղաների համար հեղինակություն ես ու իրանք քեզ լսում են։ Խնդրում եմ, մենակ դու կարաս ես խելագարության վերջը տալ։ Հերիք է ինչքան արյուն թափվեց, ինչքան մարդիկ սպանվեցին։ Սյուզի, քո հարցի հասցեատերը ես չեմ, այլ վիճվածքները, որ սպանեցին Նանային, Արամին, հետո էլ Սաքոյին։ Ու հիմա չկա ուրիշ ճանապարհ։ Իսկ ուր այդ ճանապարհը տանում։ Եթե այսպես շարունակեք, ոչ մեկը ողջ չի մնալու։ Դու մտածում ես ես մահապարտ եմ, ուզում եմ մեռնեմ, իմ մերը ծանր վիրահատությունը տարելու իր կյանքը մազից է կախված, բայց այս պահին էլ ես չեմ կարող իր կողքը լինեմ, որովհետև չկա հնարավորություն։ Չկա հնարավորություն այն պահից սկսած, որ սպանեցին։ Իսկ դուք չեք սպանել։ Ու կապ չունի թե ինչ դրդապատճառով եք արել։ Ձեր ձեռքերը հիմա այնքան արյունոտ են, ինչքան իրանցը։ Մեզ ես մեղադրում։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես ուղղակի ուզում եմ, որ Դավիթը ողջ մնա, որ դուք ողջ մնաք։ Ես հասկանում եմ ձեր ցավը, բայց այս վրեժը ոչ միտեղ չի տանելու։ Ամեն սպանությունից հետո հաջորդն է գալու, իսկ հետո այդպես շարունակ։ Եթե մենք չպատասխանեինք, չսպանեինք, հիմա մեզանից ոչ մեկը ողջ չէր լինի։ Բայց սրա վերջը կործանումն է։ Ես չեմ ուզում Դավիթին կորցնել։ Հասկանում ես, մենք երեխա ենք ուզում ունենալ ու ընդհանրապես ուզում ենք ապրել։ Շատ բան եմ ուզում, խնդրում եմ, այնպես արա, որ ես ու Դավիթը Հայաստանից փախչենք։ Այդ Դավիթի որոշումն է։ Ես առանց մի վայրկյան մտածելու կանեի այդ, բայց Դավիթը չի համաձայնվի։ Իսկ դու գոնե փորձի։ Փորձել եմ ու ոչ մի անգամ։ Սյուզի, դուք կարաք մտածեք փախնելու մասին։ Բայց այդ մենակ մեծացնելու ավտանգը, բեկի մարդիկ հաստատ ձեզ կգտնեն, իսկ հիմա քանի բոլորս միասին ենք, ողջ մնալու շանսերը ավելի մեծ է։ Դուք շանս չունեք, քանի դեռ մենակ վրեժի մասին եք մտածում։ Խնդրում եմ, խոսք տուր, որ գոնե կխոսես Դավիթի հետ։ Կխոսամ, բայց մեկավորոշումը Դավիթն է կայացնելու։ Ես դա գիտեմ։ Շնորհակալ եմ։